Ձեր կարծիքով ինչ է արել Սերժ Սարգսյանը, որ Ռոբերտ Քոչարյանը փոշմանում է իշխանությունը նրան տալու համար։ Ո՞ւմը տա։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ փոշմանել է, որ իշխանությունը ժամանակին Սերժ Սարգսյանին է տվել։ Դա իրանց մեջ պետք է որոշեն ինչ են արել, մենք չգիտենք։ Երկսով էլ մի բան է։ Նույնն է։ Ոչ մի տարբերություն։ Մեզ նայեք, օրինակ Սերժ Սարգսյանի տարիներին ինչ-որ բան տեսրեք, որ սխալ է արել Սերժ Սարգսյանը, ոտից գլուխ երկսով էլ սխալ էին։ Ոտից գլուխ։ Ռոբերտ Քոչարյանը Չեմ կարող պատասխանել։ Ես քաղաքականությունից հեռու եմ։ Հետ չի տվել իրան։ Միայն դրա համար։ Ինձ թվում է։ Դո Ռոբերտ Քոչարյանի էլ, Սերժ Սարգսյանի էլ, սրիկաներ էին, եկան քանդեցին։ Ուրիշ ինչ ասենք։ Ամենալավը Նիկոլն է, ես ոչ մեկ այդ գործ չեմ կարող ասել։ Այսինքն Սերժ Սարգսյանի մաֆիան աղբերները, այսինքն մաֆիան շատ ուժեղ էր, ուր են չկան փախադերները։ Բայց ինչի է Ռոբերտ Քոչարյանը փոշմանում, որ Սերժ Սարգսյանն է կառավարել։ Վախենում է ժողովրդի դժգոհություն, Սերժ Սարգսյանից դժգոհ դրա։ Բայց դժգոհություն կա, ինչ եք տեսնում, այդ տարիների ժամանակ իր կառավարման դժգոհությունները։ Մաֆիան մեծ է։ Ոչ մեկ ոչինչ չի արել։ Լևոն Տեր-Պետրոսյանը տված էր որպես Լև թագավոր, Ռոբերտ Քոչարյանը տված էր որպես Ղարաբաղցի այսօրվա օրը չմոռանալ որպես Ղարաբաղը, նաև իր որդու ամուսնությունը Սիրուշոյի հետ Սեր բառն է մեջ, Սերժ Սարգսյանը տված էր Սեր բառի համար, որ իրար սիրեն, իսկ Նիկոլ Փաշինյանը չեմ կարող ասել։ Ինչ եք մտածում։ Մինչև առայժմ։ Չեք մտածել Նիկոլ Փաշինյանի համար։ Չէ, իմ տեսակետը նա է, որ բոլոր մինչև 13 տարեկան երեխաների ապագան ապահովված է։ Ով ինչ է արել Սերժ Սարգսյանը, որ Ռոբերտ Քոչարյանը փոշմանում է, որ իշխանությունը նրան է տվել։ Չեմ կարող ասել։ Ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանում, որ Սերժ Սարգսյանն է ղեկավարել։ Ինչ է արել, կամ ինչ չի արել Սերժ։ Ամեն ինչ արել։ Սերժ Սարգսյանը ամեն ինչ արել։ Ամեն ինչ արել։ Բայց ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանում։ Չեմ կարող ասել։ Եվ իրար չունեն դրա համար։ Չգիտեմ։ Իսկ ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանում, որ Սերժ Սարգսյանն է ղեկավարել։ Երևի ինքն էր ուզում։ Բայց ինքն է չէ փոխանցել իշխանությունը Սերժ։ Չեմ կարող ասել։ Բայց հետո ասո փոշմանում է։ Ռոբերտ Քոչարյանն ասել, որ փոշմանում է իշխանությունը Սերժ Սարգսյանին տալու համար։ Չգիտեմ այս։ Բայց ձեր կարծիքով ինչու է փոշմանում։ Ինչ արել Սերժ Սարգսյանը։ Ես իմի ինչ արել։ Հետո պետք է իմանալ։ Իշխանության տարիներին Սերժ Սարգսյանի կհիշեք, ինչ որ մի սխալ բան արել է։ Ղարաբաղում մենք լավ էինք ապրում, թե ինչ արել չգիտեմ։ Ինձ թվում է ինչ-որ բան արած կլինի երևի, որտեղ ես Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, կարծում եմ, որ նա ինչ-որ անտեղի բան չի ասի։ Բայց թե ինչ, ես այդքան տեղյակ չեմ։ Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակներից ինչ-որ բան նկատել եք, որ սխալ է եղել, որ նման կարծիք կարող էր Դե ձևավորվել։ հնարավոր է, որ այդպես հեշտությամբ անցավ Փաշինյանին, որը բոլորովին անտեղյակ է կառավարումից, մարդկային հարաբերություններից, նա որ թույլ է տալիս լրագրողներին ասել պարտում եք, որ ձեր վրա ՊՊՑ-ն անցնի, ես դրանից ընկում բան չունեմ ասելու, ինչ շատ բան կարելի է։ Շանկյալ չգիտեմ ինչ, հետո շուտ տալ, որ դա իրան են ասում, լան է։ Ոշն դա մի, չգիտեմ ինչ կոնգլոմերատ է, չես կարող իմանալ, թե ինչից է ծնվել, ոնց է, ով ինչ է, շատ մութ ընտանիք են, ամեն ինչով դժվար վիճակում ենք, ինձ թվում է մենք դուրս կգանք։ Միակ հաղթանակը կիմանանք հունիսի 7-ին։ Ինչ արել Սերժ Սարգսյանը, որ Ռոբերտ Քոչարյանը փոշմանում է, որ իշխանությունը նրան է Ճիշտ տվել։ ասած այդ գործերի մեջ ես քեռ եմ ընկան։ Ես չեմ մացել փոշմանելա։ Ռոբերտ Քոչարյանն է ասել, որ փոշմանում է, որ իշխանությունը Սերժ Սարգսյանին է։ Դե երևի ինչ որ հակասություններ են եղել իրանց միջև, էլի։ Մասամբ անձնական, մասամբ աշխարհակաղակական չեմ կարող ասեմ այլամասները։ Իսկ դες համար որևէ սխալ եղել է
Սերժ Սարգսյանի գործունեության մեջ, որ նման կարծիք կարելի էր արտահայտել։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի փոքր սխալներ է թույլ տվել, քան Ռոբերտ Քոչարյանը։ Ես այնքան հեռու եմ քաղաքականությունից, չգիտեմ ով ինչ է անում, չեմ հասկանում, ոչ մի բանից չեմ հասկանում, անկեղծ եմ ասում։ Շնորհակալություն։ Այսօրվա վիճակից եմ։ Բարես, երկուսն էլ իրար է սապ են բանը։ Ումը տա։ Ռոբերտ Քոչյանը փոշմանում է, որ իշխանությունը Սերժ Սարգսյանին է տվել։ Ձեր կարծիքով ինչու է փոշմանում։ Որտեվ երկրում դավաճանությունը շատ է։ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Բոլոր ժամանակները ու հիմա առավել եւս։ Իսկ Ռոբերտ Քոչյանը ինչ է փոշմանում Սերժ Սարգսյանի։ Ես կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը գար իշխանության։ Միայն ու միայն։ Միայն ինքը ուրիշ ոչ մեկ։ Ու կարող է Ուրիխանյանն էլ, որտեվ իրանք մարդ են։ Իրոք իրանց օրոք, Քոչարյանի օրոք, երկիրը ծաղկում էր, երկիրը ապրում էր, երկիրը հայը քայլում էր ու հպարտ քիթը վերև տնգած։ Ադրբեջանցին, թուրքը բոլորը վախենում էին հայ ազգից ու հայ ղեկավարից։ Իսկ հիմա ինչա ոչ մի բան։